յուրաքանչյուր մեղ, որ մտցվել էր Քրիստոսի ձեռքերի և ոտքերի մեջ, 15-ից 20 սանտիմետր երկարություն ուներ։ Նրա երկու ոտքերը միասին էին։ Այսպիսով նա ստիպված էր հենել իր ոտքերը մեխին, որ պահվեր շունչը։ Պատկերացրեք այն պայքարը, ցավը, տառապանքը, քաջությունը, որ նա կրեց։ Հիսուսը համբերեց այս իրականությանը ավելի քան 3 ժամ։ Հիսուսի մահից մի քանի րոպե առաջ Հիսուսի արյունահոսությունը դադարեց և ջուրը հոսեց նրա մարմնով։ Սովորական լուսանկարներում մենք տեսնում ենք վերքեր ձեռքերի և ոտքերի վրա։ Փշե պսակը խորը խրված էր գլխամաշկի մեջ։ Տղամարդկանց մեծամասնությունը չի կարողանա դիմանալ այս խոշտանգումներին։ Հիսուսից դուրս ելավ ամբողջ 4.5 լիտր արյունը, որը հոսեց նրա մարմնով։ Այս ամեն նվաստացումների հետ միասին նա խաչը կրեց գրեթե 2 կիլոմետր։ Ամբոխը թքեց նրա երեսին ու քարեր նետեց։ Հիսուսը պետք է անցներ այս բարդ ճանապարհորդության միջով, որպեսզի բացեր դրախտի դարպասները, որպեսզի մենք կարողանայինք մուտք ունենալ դեպի Աստված։ Հիսուսի այս զոհաբերության միջոցով մեր բոլոր մեղքերը ստուգվում և լվացվում են նրա սուրբ արյունով։ Մենք արդարացված ենք ընդմիշտ։ Գնահատեք այս իրավիճակը։